Հայկական գորգագործական արվեստի լավագույն 700 ցուցանմուշները մեկ գրքում։ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի խորագրով պատմամշակութային բացառիկ նշանակություն ունեցող այս գրքի շնորհանդեսը։ Իր տեսակով աննախադեպ աշխատանք է։ Գրքում ներկայացված է ոչ միայն հայոց ինքնության արտահայտությունը, հյուսվածքների, գույների, պատկերազարդման համակարգի միջոցով, այլ նաև ներկայացված են ծանր աշխատանքը, որ 47 տարի թանգարանի գիտաշխատողները հավաքել են պատառիկ մեր Հայաստան աշխարհի ամենատարբեր հատվածներից։ Հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն քառալեզու հրատարակված գիրքն աշխարհին կպատմի հայկական գորգագործության լավագույն ավանդույթների մասին, հաստատելով հնամենի այս արվեստում հայկական առաջատարության փաստը։ Հայոց ազգագրության թանգարանն աշխարհում միակն է, որտեղ պահվում է 2200 գորգ, գրեթե նույնքան էլ կարպետ։ Բավականաչափ ներկայացուցչական հավաքածու ունենք, այսինքն բոլոր դպրոցները ներառված են, իսկ ինչու դա իսկապես շատ կարևոր է, որտեղ գորգը շարունակում է մնալ ազգային ինքնության կարևորագույն դրսևորումներից մեկը։ Եվ մենք ուզեցինք, որ նաև, ասենք, բոլորը հայտնի է, որ դա քառալեզու է, այսինքն հնարավորինս լայն լսարան ծանոթանա ու հասկանա ինչ տարբերակվածություն կա, ասենք, որն ենք մենք հայկական գորգ համարում։ Գրքի տպագրական ու թարգմանչական աշխատանքներով զբաղվել է պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Գեղարդ հիմնադրամի աշխատակից Գոռ Մարգարյանը։ Նա կարևորում է ազգային արժեքներն աշխարհին հասանելի դարձնելու բոլոր միջոցները։ Հարցի կարևորությունը կայանում է գիտակցման այն նշանակալիությամբ, որ մի բան է, երբ լինենք թե փորձագետ, թե պատմաբան, թե ուղղակի գիտակից հայ մարդ, հարկավ մենք հասկանում ենք, գիտենք, որ հայ գորգագործական ավանդույթը ունի բազմադարյա ավանդույթ, դա վկայված է վաղ միջնադարից, վկայված է օտար աղբյուրների, արաբ պատմիչների, եվրոպական ճանապարհորդների կողմից, մենք դա գիտենք, դա մեզ համար նորույթ չէ, այնուամենայնիվ, միայն դրա գիտակցումը, միայն այս փաստերի առկայությունը դեռևս բավարար չէ։ Ըստ փորձագետների գիրքն ամենևին էլ չի մերժում մեր հարևանների գորգագործական հմտությունները, այլ ընդգծում է այս արվեստում խոր հայկականությունը և մեր երկրում ոչ նյութական մշակութային արժեքների գոյությունը։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։